Պարոն Սիմոնյան, գիտեք, համախմբման կոչեր են հնչում ընդդիմադիր դաշտում, բայց մենք տեսնում ենք, որ տարբեր թևերի բաժանումներ կան ու շատ օրհասական պահին, երբ մեր երկիրը այսպես մարտահրավերների առաջ է, ընդդիմադիր դաշտում էլ այսպես հաշտ չեն միանշանակ եւ Մայր Հայաստանի հետ կապված կոնկրետ Անդրանիկ Թևանյանի հետ կապված գիտեք ինչ լուրեր տարածվեցին, մասնավորապես Մալյանի քննադատությունները դոլարանդո եւ այլն այս թեզերի հետ կապված էր վերաբերմունքը եւ դիրքորոշումը, ինչքանով այդ հրապարակումները կխանգարեն այսօր ձեզ Գյումրի ընտրություններին։ Նարեկ Մալյանին չկա ունի Գյումրի ընտրություններին այդ մեկ, երկրորդը, երբ որ տղամարդ տեսակը մտնում է անձնական տիրույթում է սկսում քննադատություններ տալ, ես դատապարտում եմ, այստեղ էլ ասել եմ բազմիցս, որ Գյումրիի տղա տեսակին վայել չի անձնական տիրույթում պայքար տալ եւ նույնը կարող եմ ասել հայ տղա տեսակին, եթե քաղաքական դաշտում ես, ուրեմն պետք է գաղափարների եւ ծրագրերի դեմ կռիվ տալ, ոչ թե տղա տեսակի, եթե վաղը չեմ մյուս օրը գնանք Խրամատ, այդտեղ Նարեկ Մալյանը կողքի բլինդաժում տեսնելով Անդրանիկ Թևանյանին ինչ է մտածելու։ Դատապարտելի է նաև այդ քայլը եւ չեմ ընդունում ես։ Եթե կա գաղափարական տիրույթում պայքար, խնդրեմ, անձերին քննադատելը չեմ ընդունում, ոչ վայել է Գյումրեցուն, ոչ հայ տեսակին։ Բայց անձերի չէր, ավելի շուտ ասում էր, որ ֆեյք ընդդիմություն է, որ մարդկանց տարել է տուրերի, տաքացրել է, վիժեցրել է իրական պայքարի գործընթացները եւ այլն, այս մեղադրանքներն էր, կիսում եք դրանք թե չէ։ Քանի որ այդ process-ների մեջ հազար ու մի մանրուք կա, ես կողմնակից չեմ, որ հանրության տիրույթում, հրաբարակային հանրության տիրույթում վտանգավոր եւ կարծիք շեղող հայտարարություններ անել։ Դրա համար գոյություն ունի տղամարդը տղամարդու հետ նստել խոսալ, հասկանալ։ Հիմա ես շատ բան եմ մտածում, ասենք Նարեկ Մալյանի կամ ես չգիտեմ մյուսի, իսեր Աստծո։ Հիմա ինչ ելնեմ մի 1000 հոգի, որ ինձ հավատում է, իրենց մոտ կարծիք փոխեմ, դա ճիշտ կլինի։ Եթե նեղն ենք, հա, այս բային հայ ազգով նեղ վիճակի ենք, ուրեմն պետք է ավելի շատ համախմբվենք, ոչ թե իրար վրա ցեղ շպրտելով, որ ֆեյք կամ ինչի մասին է խոսքը։ Ասենք դուք ինչ եք մտածում, կա հայ ազգի մեջ մարդ, որը հրաբարակային գործունեության ժամանակ փորձում է ժողովրդին համախմբման փորձ անի, ու ինչ-ինչ պատճառներով չստացվի, դա վերագրել, որ ֆեյք է կամ այդտեղա ուրեմն քաղաքական դաշտում նորմալ մարդ պետք չի եղնի, հա, բոլորը ֆեյք են։ Չանկեղծ, դուք էլ պատասխանեք ինքներդ։ Այսինքն եթե չի ստացվել, եթե այսօր մինչև 6-7 տարի անցել է, չէ՞, քաղաքացիական պայմանագրի իշխանության գալուց հետո, եթե ոչ մի բան չի ստացվել, բոլորը ֆեյք են, դե ասեք։